կրթական միջավայր, մասնագիտացում, աշխատանք գտնելու հնարավորություն, գեղեցկության ծառայություններ, առողջ հանգստի կազմակերպում։ Վարդենիսում գործող Լուսինկա ուսումնական կենտրոնի գործունեության հիմնական ուղղություններն են։ Կենտրոնում ուսուցանվում են հետևյալ բաժինները՝ սեղանի ձևավորում, ֆուրշետ, ֆլորիստիկա, տորթերի ձևավորում, խոհարարություն, վարսահարդարում, մատնահարդարում, դիմահարդարում, կոսմետոլոգիա, հագուստի մոդելավորում, փչիկների ձևավորում, հոնքերի շուրթերի տատուաժ, թարթիչների լիցք լամինացիա։ Այս բոլոր բաժիններում դասընթացները ընթանում են պրակտիկ տարբերակով, ավարտին ստանում են եռալեզու դիպլոմ եւ հավաստագիր, ինչպես նաեւ դասընթացի ժամանակ անհրաժեշտ բոլոր նյութերը, գործիքները եւ մթերքը տրամադրում է կենտրոնն անվճար։ Կենտրոնը հագեցած է այս կամ այն մասնագիտական հմտությունը ձեռք բերելու համար անհրաժեշտ գույքով, սարքավորումներով եւ տեխնիկական միջոցներով։ Դասավանդողներն էլ շարունակում են սովորել, հետևել իրենց ոլորտներում առկա զարգացումներին ու նորություններին։ Այսպիսով առավել մրցունակ են դառնում եւ իրենք, եւ իրենց ուսանողները։ Մեծահասակների կողքին եւ նրանց հոգացության ներքո նախադպրոցական կրթություն են ստանում նաև 2-ից 6 տարեկան շուրջ 50 փոքրիկներ։ Լուսինկա ուսումնական կենտրոնում արդեն 5 տարի գործում է համանուն լիցենզավորված մանկապարտեզը։ Շեշտն այստեղ դրված է երեխաների մտավոր, ֆիզիկական եւ գեղագիտական դաստիարակության վրա։ Այստեղ երեխաները գտնվում են ապահով հոգատար մանկավարժների դաստիարակների կողքին, ստանում են գիտելիքներ եւ իրենց անհոգ առօրյան են անցկացնում այստեղ։ Պարապմունքներին կից նաեւ ունենք առանձնացված խաղահարապարակ միայն բալիկների համար, այստեղ խաղում են, բացօթյա դասեր են կազմակերպում, բակային խաղեր, առանձնացված են ըստ տարիքային խմբերի, փոքրերի խումբ, կրտսեր ընդեղ առաջին, ավագ խումբ, յուրաքանչյուր խմբին բնականաբար իրենց առանձնացված տարիքային ծրագրերով, խաղերով։ Այստեղ մանկապարտեզում 3 անգամյա սնունդ են ստանում, օգտակար, թարմ, վիտամիններով հարուստ սնունդ։ Շարունակաբար զարգացող, ընդլայնվող, նորամուծությունները խրախուսող եւ կիրառության մեջ դնող կենտրոնն այս տարի համալրվել է Վարդենիսի եւ ինչու՞ չէ նաեւ ողջ Գեղարքունիքի մարզի համար աննախադեպ ծառայությամբ։ Լուսինկայի մի հատվածում այս տարվա հոկտեմբերին աղի քարանձավ է բացվել։ Բժշկությունն արդեն վաղուց հաստատել է աղաբուժության օգտակարությունն ու դրական ազդեցությունը ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեկան վիճակների բարելավման վրա։ Աղի քարանձավը միաժամանակ բուժական միջավայր է եւ հանգստավայր։ Մեր աղի քարանձավ կարող են հաճախել ընտանիքներով, մեծերը կարող են հանգստանալ, իրենց երեկոները աշխատանքից հետո անցկացնել մեզ մոտ, երեխաները կարող են նստել հատակին, ավազի հատիկներով խաղալ, ունենալ ավելի ամուր իմունիտետ, պաշտպանվել հիվանդություններից։ Օրվա հոգնածությունը թոթափելու համար կարող են գալ այստեղ, վայելել, հանգստանալ եւ միաժամանակ առողջանալ։ Աղի քարանձավում պահպանվում են հիգիենիկ բոլոր պայմանները։ Այցելուներին պարտադիր տեղեկացնում են ցուցումների եւ հակացուցումների մասին։ Աղերի անվտանգության եւ որակի մասին էլ տեղեկացնում է հատուկ անձնագիրը։ Սենյակում ունենք սարք, աղի գեներատոր, որը մանր աղերը փչում է սենյակի ներս, ապահովելով միկրոկլիմա, ավելի բուժիչ հատկություն ունենալով մարդկանց վրա։ Տարիքային սահմանափակում չունենք, այս սենյակից կարող են օգտվել մեծից փոքր, փոքրերը ձեռք են բերում իմունիտետ, իրենք պարբերաբար մի քանի սեանս ընդունելով, լինում են առողջ, ել ավելի պինդ, ստրեսներից են հեռու մնում, սա օգտակար է բրոնխների, ասմայի, էկզեմայի, տարբեր հիվանդությունների համար։ Մի քանի սեանս ընդունելով մարդիկ իրենց վրա կզգան լավ ազդեցություն։ Ակնկալվում է, որ աղի քարանձավի նկատմամբ հետաքրքրությունը որպես բազմաթիվ հիվանդությունների կանխարգելման եւ բուժման այլընտրանքի կտարածվի նաեւ հարակից բնակավայրերում ու գրավիչ կլինի զբոսաշրջիկների համար։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամաօր։